դու սուրբ ես մեր Աստված, և մենք խոնարհվում ենք քո առջև, քեզ ենք տալիս ամբողջ փառքը և պատիվը մեր Աստված, ասում ենք շնորհակալ ենք այս պատվի համար, որ ունենք ճանաչելու քեզ, շնորհակալ ենք այս արտոնության համար, որ ունենք կանգնելու քո առջև և երկրպագելու քեզ և մեր սրտի գոհությունը բերելու քեզ։ Սիրելի մեր Տեր, հանձնվում ենք քո շնորհքին։ Խնդրում ենք, որ դու օրհնես և օծես խոսքը։ Խնդրում ենք, որ մեր առջևից գնաս, որպեսզի մենք հաջողակ լինենք։ Թող ամեն բան լինի քեզանից ներգործված, քեզանով առաջնորդված և միմիայն քո փառքի համար, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Ամեն, Աստված օրհնի, կարող եք նստել։ Երանի նրան, ում Տերը Հիսուսն է, երանի նրան, ում հույսը Աստված է, հարկ Տիրոջը, ումն են տալիս երանի, երանի են տալիս են մարդկանց, ովքեր որ երջանիկ են, որոնց մեջ մի բան կա, որ մարդը ձգտում է հասնել դրան, ձգտում է ունենալ իր կյանքում։ Այսօր կուզեմ մի փոքր խոսենք երջանկության մասին։ Ամեն բան, ինչ որ մարդը անում է այս կյանքում, ամեն բան, ինչի որ ձգտում է մարդը այս կյանքում, մեկ նպատակ ունի, որպեսզի լինի երջանիկ, որպեսզի իր ընտանիքը դարձնի երջանիկ։ Ամեն, այդպես է։ Ամեն մարդ երջանկության մասին իր պատկերացումները ունի։ Մարդը ձգտում է լավ աշխատանքի, մարդը ձգտում է բարձր աշխատավարձի, ձգտում է նոր բաների, նոր մեքենա, նոր տուն, նոր կահույք։ Այս ամեն բանը լավ է, բայց մարդուն երջանիկ դարձնում է այս ամենը։ Մի քիչ դրա մասին եմ ուզում խոսել։ Կյանքը ցույց է տալիս, մենք ականատես ենք լինում, որ աշխարհի հարուստների 90% մարդիկ հայտնիները, նրանք իրենց դժբախտ մարդիկ են համարում, եթե ոչ ավելին։ Նրանցից շատերը կյանքը վերջացնում են ինքնասպանություններով։ Շատերը իրենց երջանկությունը փորձում են գտնել թմրանյութերի մեջ։ Եվ դա մի բանի մասին է խոսում, որ շատ ունեցվածքը, շատ հարստությունը չի կարող մարդուն երջանիկ դարձնել։ Այն կարող է ուրախացնել մարդուն, այն կարող է ապահովության զգացմունք բերել մարդու կյանքում, բայց այդ ուրախությունը, այդ ամեն ինչը ժամանակավոր բաներ են։ Որտեղ մարդու ներսում գոյություն ունի մի հատ դատարկ տեղ, որը ոչ մի ձեռքբերում, որը ոչ մի հաջողություն չի կարողանում բավարարության զգացողություն բերել մարդու մեջ։ Մարդը ձգտում է ամեն բանի փորձելով ավելի լավ բաներով իր կյանքը հարստացնել, իրեն երջանիկ դարձնել, բայց այդ դատարկությունը ոչ մի անգամ չի բավարարվում։ Այդ դատարկությունը մարդու ներսում դա Աստծո բնակության վայրն է։ Եվ այն մարդիկ, ովքեր Հիսուս Քրիստոսին իրանց կյանք են ընդունել որպես անձնական Տեր և Փրկիչ, նրանք ունեն իրանց սրտի մեջ իրական երջանկության զգացողություն։ Ամերիկյան համալսարանից մեկում մի այսպիսի հետազոտություն են կատարել, երբ ուսանողներին հարցրել են իրանց հասկացածը, ինչպես են իրանք պատկերացնում երջանկությունը, ինչ են հասկանում նրանք երջանկության մասին խոսելիս։ Եվ ուսանողների 75%-ը պատասխանել է, որ մարդը երջանիկ է, երբ որ հարուստ է և հաջողված։
Պատկերացնում ես 75%, այսինքն ամեն 4 մարդուց 3-ը այդպես է կարծում, որ մարդը եթե հարուստ լինի եւ հաջողված, ինքը երջանիկ մարդ է։ Դեռ չգիտեմ են մեկ հոգին ինչի հետ է կապում երջանկությունը, բայց սա փաստ է, որ ամբողջ մարդկությունը այսպես է հասկանում եւ այսպես է տրամադրված։ Հետո 25 տարի անց պրոֆեսորը նորից հավաքում այդ նույն ուսանողներին, որոնք այդ տարիների մեջ բավականին հաջողությունների են հասել։ Նրանցից կեսը բիզնեսի մեջ են հաջողություն ունեցել, մի մասը սպորտի մեջ, մի մասը բանկային համակարգում, եւ զրույցի ընթացքում բոլորը խոստովանել են, որ իրանք իրանց երջանիկ չեն համարում։ Եվ հետո այդ իմաստուն պրոֆեսորը ցանկանալով բացատրել մարդկանց, սովորեցնել մարդկանց, նրանց հրավիրում է սուրճ խմելու։ Երբ որ նրանք հավաքված են լինում սենյակում, սուրճը մատուցվում տարբեր գավաթներով։ Գավաթների մի մասը ոսկի է լինում, մի մասը արծաթ, մի մասը փայտ կավ։ Եվ պրոֆեսորը տենում է ինչպես են մարդիկ, եւ դա բնական է, մարդիկ ձգտում են արագ գնան եւ թանկարժեք բաժակները վերցնեն։ Եվ հետո պրոֆեսորը բացատրում է մարդկանց իրանց խնդիրը։ Ես կխնդրեմ ուշադիր լինենք, որպեսզի միտքը ճիշտ հասկանանք։ Նա ասում է ուսանողներին, մեր այստեղ հավաքվելու նպատակը սուրճն էր։ Այն, ինչ որ գտնվում էր գավաթի ներսում։ Բայց երբ որ դուք տեսաք տարբերությունը գավաթների, ձեր նպատակը փոխվեց։ Դուք սկսեցիք վազել արագ դեպի թանկարժեք բաժակները։ Այդպես է մարդը, Աստծո մարդ։ Մարդը ինչի համար է նպատակից ընկնում։ Որտեվ տեսնում է օտարի հաջողությունը եւ փորձում է ինքն էլ նման ձև ապրի։ Եվ դրանով ինքը թողնելով նպատակ ընկնում է մրցակցության մեջ ավելին ունենալու համար։ Եվ նա շարունակում է. Դուք մոռացաք, որ դուք այստեղ հյուր եք։ Ձեզանից ոչ մեկ գավաթը իր հետ չի տանելու։ Ձեր բաժինը սուրճն էր։ Մենք բոլորս Աստծո մարդ հյուր ենք այս կյանքում։ Մենք ոչ մեկս ինչ չափ էլ ունենանք, ոչ մի բան այստեղից չենք տանելու։ Այստեղից տանելու ենք մեր ներսի մարդուն, որի համար Աստված մեզ հավաքել է, որի համար Աստված մեզ խրատում է, հորդորում է եւ փորձում է մեր ներսի մարդը դարձնի կատարյալ մարդ Քրիստոսի հասակի չափով։ Եվ մի բան էլ, որ նա բացատրում է, որ բաժակի տեսքը, բաժակի արժեքը չի ազդում սուրճի համի վրա։ Մարդը ինչքան էլ շատ ունենա, թե քիչ ունենա, դա չի կարող ազդեցություն ունենալ ներսի մարդու վրա։ Որտեղ ներսի մարդը նորոգվում է Տիրոջ խոսքով։ Ոչ մի կողմնակի ազդեցություն չի կարող նրա վրա ազդել։ Փառք Տիրոջը։ Եվ Աստծո ծառաներից մեկն էլ այս իրավիճակի մեջ էր հայտնվել, Ասափը, նայենք իրար հետ Սաղմոս 73-ը, բոլոր Սաղմոսը չկարդանք, ուղղակի անցնենք։ Ասափը ասում է, քիչ էր մնացել, որ ոտքերս ծռվեին, եւ բան չէր մնացել, որ քայլվածքս սահեր։ Ու բացատրում է ինչի։ Ասում է, ես նախանձեցի ամբարտավաներին, տենալով նրանց խաղաղությունը։ Տեսա, որ նրանք ցավ չունեն, մինչև իրանց մահանալը։ Նրանց մարմինը ամուր է, առողջ է։ Նրանք մարդու նեղության մեջ չեն ընկնում եւ չեն տանջվում ուրիշ մարդկանց նման։ Դրա համար էլ նրանց ամբարտավանությունը ավելի է շատանում։ Ծիծաղում են, չար գործի համար ծիծաղում են։
ծաղր են անում, ասում են Աստված ինչ գիտի, ինչ գիտություն կա Աստծո մոտ։ Ու ասում այսպիսի մի հատ մտքի ես եկա հանդիպեցի, միգուցե ես իզուր եմ այս կյանքով ապրում։ 13-րդ խոսքը, հիրավի զուր տեղն եմ իմ սիրտը սրբում և իմ ձեռքերը լվանում սրբությամբ։ Եթե ես տենում եմ, որ ամբարիշտը ավելի հաջողակը, ավելի լավ է ապրում, ինձ միտք է տալիս էդի, կարող է ես իզուր տեղ եմ այս սրբության ճանապարհը ընտրել։ Ամեն օր տանջվում եմ, խրատվում ամեն առավոտ։ Ասում եմ, եթե ես էլ նրանց նման խոսեմ, ապա քո որդիների ազգին նենգություն պիտի անեմ։ Ռուսերենը ավելի լավ ասում։ Ասում եմ, եթե ես էլ մտածեմ, ինչպես նրանք են մտածում, մեղք գործած կլինեմ քո ժողովրդի դեմ։ Ես միտք արեցի, որ այդ իմանամ, սակայն դժվար էր իմ աչքի առաջ։ Ոչ մի ձև ես չէի կարող հասկանալ այդ ամենը, մինչև որ Աստծո սրբարանը մտա եւ նրանց վերջը իմացա։ Երբ որ եկա նրան ներկայության մեջ, ասում Աստծապը, երբ որ կանգնեցի Տիրոջ սրբության մեջ, երբ որ իմ հոգու աչքերը լուսավորվեցին, ես հասկացա 13 խոսքը, կներեք, 17 խոսքը, միջև որ Աստծո սրբարան մտա և նրանց վերջը իմացա, հիրավի դու նրանց հեշտ սահելու տեղեր ես դնում, կործանվելու մեջ ես գցում նրանց, ինչպես են հանկարծակի ոչնչանում, սատկում, կորչում զարուրանքով։ Եվ այս ամենը, երբ որ ես իմացա, այսպիսի խոսք ասում, ես այն ժամանակ հիմարի պես էի մտածում և ավելի կոպիտ է արտահայտվում, ես քո առջև ասում անասունի պես էի։ Բայց միշտ քեզ հետ եմ, դու բռնեցիր իմ այս ձեռքից, դու ես ինձ առաջնորդում քո խորհրդով և վերջը փառքով պիտի ընդունես ինձ։ Նրանց ճանապարհը նրանց տանում է կործանման, զարուրանքով կործանման, բայց այն տեղը ասում է, որտեղ որ ես եմ գտնվում, այդ տեղում դու իմ ձեռքը բռնած տանում ես, տանելու ես մինչև վերջ և փառքով ընդունելու ես ինձ քո մոտ։ Եվ դրա համար աղոթքը փոխվում է Ասափի, 25-րդ խոսքում ասում է, ով ունեմ ես երկնքում, երկրի վրա էլ քեզանից բացի ուրիշ բան չեմ ուզում։ Ես գտել եմ իմ երջանկություն, ասում Ասափը։ Քեզ ունեմ երկնքում, միայն քեզ ունեմ, երկրի վրա էլ ուրիշ բան չեմ փնտրում։ Թեև մաշվում են սիրտս ու մարմինս, սակայն Աստված հավիտյան իմ սրտի ուժն է և իմ բաժինը։ Որովհետև քեզ հեռացողները ահա պիտի կորչեն, դու պիտի սատկեցնես բոլոր նրանց, որ շնություն են անում քո դեմ։ Բայց ինձ համար բարի է, որ մոտենամ Աստծուն, իմ հույսը դնում եմ Տեր Աստծո վրա ու քո բոլոր գործերը պատմեմ։ Օրհնյալ լինի մեր Աստված։ Այսքանը, թե ինչ պատկերացում ունի մարդը երջանկության մասին, ինչպես է մտածում աշխարհը երջանկության մասին, իսկ ինչպես է մտածում Աստծո եկեղեցին երջանկության մասին։ Այո, ցավով պիտի նշեմ, որ մեզանից շատերը նույնպես այսպես են մտածում։ Մեզանից շատերը իրանց կյանքը, իրանց եռանդը, իրանց ուժը կապում են այս աշխարհի հետ։ Գիտես, երբ որ մենք խոսում ենք այս թեմայով, մենք աղքատություն չենք քարոզում։ Ես ինքս դեմ եմ աղքատ ապրելակերպին, որտեղ Աստվածաշունչը ճանապարհներ է սովորեցնում, որպեսզի մարդը աղքատությունից դուրս գա։ Աստծո կամքն է, որ մարդը ապրի բավարարված։ Ասում է, ես եկա, որ դու կյանք ունենաս և էլ ավելին ունենաս, առանց խնդիրների ունենաս այդ կյանքը։ Սակայն մեզ պետք է Աստծո մարդիկ, որպեսզի մենք հասկանանք և սպասենք, որպեսզի նա օրհնի մեր կյանքը։ Որպեսզի նա օրհնի մեր կյանքը,
իր առատության չափով։ Ամեն։ Երջանկությունը դա Քրիստոսով է գալիս մարդու կյանք։ Երջանկությունը դա Աստծո արքայությունն է մեր սրտերի մեջ, որը ուրախությունն է, խաղաղությունը, արդարությունը։ Եվ մեր Տերը սրա մասին այսպես խոսած իր աշակերտներին, այս օրինակով խոսած, երկնքի արքայությունը նման է մի հատ գանձի, որ մարդը գտնում է հողի մեջ, եւ հետո ինչ անում։ Հետո գնում է ինչ ունի չունի ծախում է։ Այսինքն այն նյութական հաջողությունները ինչի որ հասել է, դա ծախում է, գալիս այդ հողը գնում է, որպեսզի այդ գանձը ունենա ինքը։ Աստծո տված երջանկությունը ավելին է, քան նյութականը, քան մեր ձեռքբերումները։ Եվ դա է սովորեցնում Տերը, որ արժի ամեն ինչ թողնել սա ունենալու համար։ Այո, մարդը երջանիկ է Քրիստոսով եւ երջանիկ, երբ կատարում է Աստծո կամքը։ Ես իմ փորձառության մեջ ամենամեծ երջանկությունը ապրել եմ այն ժամանակ, երբ որ իմ հոգու մեջ վկայություն եմ ստացել, որ իմ միտքը, իմ արարքը հաճեցրել է Աստծուն։ Երբ որ Տիրոջ հոգին իմ հոգում մեջ վկայում է, որ իմ գործողությունները հաճելի են Աստծուն, դա իմ կյանքում անպատմելի երջանկության զգացողություն ա բերում։ Դրա համար Աստված իր եկեղեցին ստեղծել Աստծո մարդ։ Սողոմոնը լինելով աշխարհի ամենահարուստ մարդը, լինելով ամենաիմաստուն մարդը, երբ որ կարդաք ժողովողը, նրա միտքը կհասկանաք։ Այսպես է բացատրում։ Այն ինչ որ մարդը երազում է ունենա, այն ինչի որ մարդը ձգտում է, ես այդ ամենը ունեցել եմ։ Երբ որ ես շատ տներ եմ ունեցել, հասկացել եմ, որ դա ունայնություն է։ Երբ որ նավեր եմ կառուցել շատ, հասկացել եմ, որ դա ունայնություն է։ Երբ որ շատ ձիեր Եգիպտոսից բերել եմ, իմ բանակը համալրել եմ, դա էլ եմ հասկացել, որ ունայնություն է։ Գիտես, երբ որ մենք ունենք այդ փորձառությունը, երբ որ մարդը ցանկանում է ինչ-որ բան ունենալ իր կյանքում, նա սկսում է աշխատել այդ ուղղությամբ։ Իր ուժը, իր միտքը, իր նպատակը։ Հա, օրինակի համար մեքենա, ես ուզում եմ նոր մեքենա ունենալ։ Եվ ես սկսում եմ աշխատել, հավաքել եւ ունենալ այդ մեքենան։ Եվ դա մեծ ուրախություն է բերում իմ կյանքում։ Ես ուրախանում եմ 1 օր, ուրախանում եմ 1 շաբաթ, գուցե 1 ամիս, եւ հետո կամաց այդ մեքենան արժեզրկվում է իմ աչքին։ Իր արժեքը կորցնում է։ Ինքը դառնում է իմ ունեցած մյուս իրերի հետ համարժեք։ Եվ դա նշանակում է, որ դա երջանկություն չբերեց իմ կյանքում, դա ժամանակավոր ուրախություն բերեց իմ կյանքում։ Եվ հիմա Սողոմոնը ասում է, ես ամեն բան փորձեցի եւ հասկացա, որ դա երջանկության հետ կապ չունի։ Եվ հասկացա, որ ամեն բան ունայն է։ Եվ ժողովող 3-րդ գլխում 11-րդ խոսքում այսպես է շարունակում. Նա ամեն բան պատշաճ է արել իր ժամանակին։ Նաև հավիտենականություն է դրել մարդկանց սրտում, սակայն մարդը չի կարողանում սկզբից մինչև վերջ հասկանալ Աստծո արած գործերը։ Գիտեմ, այսինքն իմացա, որ մարդկանց համար ուրախ լինելուց եւ կյանքի ընթացքում բարիք անելուց ավելի լավ բան չկա։ Աստված այսպես է ստեղծել մարդուն։ Մարդը երջանիկ է դառնում, երբ որ ինքը օգտակար է լինում մարդկանց։ Մարդը երջանիկ է դառնում, երբ որ ինքը կարողանում է իրանից պոկի եւ ինչ որ մեկին բարիք անի։ Ասում եմ, իմ սաղ կարողության, իմ հնարավորությունների մեջ ես սա հասկացա, որ մարդը կարա ուրախ լինի եւ բարիք անի իր կյանքի ընթացքում։
Նաև, որ Աստծո պարգևն է, որ ամեն մարդ ուտում, խմում եւ վայելում է իր ամբողջ աշխատանքը։ Աստծո մարդ, երջանկությունը շատ ունենալը չի։ Երջանկությունը սա է, երբ որ դու քո աշխատածը կարողանում ես վայելել։ Որտեւ լիքը հարուստ մարդիկ այս երկրի վրա իշխանություն չունեն իրանց ունեցվածքի վրա։ Մարդիկ ունեն կարողություն, բայց վայելելու իշխանություն չունեն։ Սողոմոնը ասում է, ես սա հասկացա, որ երջանկություն է սա, որ մարդը կարողանում է իր աշխատածը վայելի, այսինքն իր աշխատածը իրան բավականացնում է։ Եթե կարդաք Անգեի մարգարեությունները, այնտեղ խոսում է մարդկանց մասին, որ ունեն, ասում է, չմանրանամ, որտեվ թեմայի մեջ չկար, հայ չերկարացնեմ, այնտեղ ասում է, որ կա դուք ունեք, բայց ձեր կերածը չի կշտացնում ձեզի, ձեր հագածը չի տաքացնում ձեզի, դուք աշխատում եք, ու ձեր աշխատածը ծակ քսակի մեջ է գնում, չի ավելանում, չկա բավարարվածության զգացողություն, քի, որտև չկա Աստծո օրհնությունը։ Եվ այսպես Աստված երջանիկ լինելու բանալին տվել է մարդու ձեռքը։ Մարդը ինքն է որոշում։ Գիտես, երջանկությունը գնահատելու մեջ է։ Մարդ ինքն է որոշում։ Գնահատի այն, ինչ որ կա իր կյանքում Աստծուց, եւ ապրի երջանիկ, թե իրեն ավելի ծանրաբեռնի հոգսերով, ցանկություններով, նպատակներով, սրտի ցանկության նպատակներով, եւ իր հոգսերի տակ ինքը տրտունջով եւ տառապանքով ապրի։ Ինչպես որ ասեցի, մարդը գնահատելով իր վիճակը, իր կյանքը կարող է դարձնել երջանիկ։ Երջանիկ են այն ընտանիքները, որտեղ ամուսինը գնահատում եւ սիրում է իր կնոջը։ Եվ ոչ մի անգամ հարևանի հարցը ավելի լավը չի իր համար։ Գիտես, երբ որ մարդը համեմատում է իր կնոջը ուրիշների հետ, ինքը չի կարա երջանիկ լինի, ինքը փնտրտուքի մեջ է։ Այն ընտանիքն է երջանիկ, որտեղ կինը հարգում եւ գնահատում է իր ամուսնուն, ինչպես որ կա։ Այլ չի համեմատում ինչ որ մեկի հետ, ով որ կարողանում է մի փոքր ավելի շատ վաստակի կամ մի փոքր ավելի լավ պահի իր տունը։ Երբ որ մարդը գնահատում է այն, ինչ որ ունի, նա կարող է ապրել խաղաղ, բավարարված եւ երջանիկ։ Երջանիկ են այն մարդիկ, ովքեր իր կողքը գտնվող եղբայրներին, քուրերին գնահատել գիտեն։ Գիտես, երբ որ ես ինձ մեծ եմ կարծում իմ կողքինից, ես չեմ կարա իր հետ երջանիկ լինեմ։ Ես փնտրելու եմ մեկ ուրիշ տեղ։ Ինձ համար ընկեր փնտրելու եմ ուրիշ տեղ, ուրիշների մեջ։ Բայց երբ որ ես կարողանամ գնահատել եւ հասկանալ, որ նա Աստծո ընտրությունն է ինձ համար, ես նրա հետ կարող եմ երջանիկ ապրել եւ կատարել Տիրոջ գործը։ Եվ ընդհանրապես երջանկությունը բերում է միտքը, որ ես հասկանում եւ գնահատում եմ, ես ով էի եւ Աստված ով է դարձրել ինձ։ Ինչպես նա գտավ ինձ իմ մեղքերի մեջ, իմ սխալների մեջ, ինչպես ազատեց, ներեց ինձ իմ մեղքերից, ինչպես նորոգեց իմ միտքը, ինչպես իմ գոռոզ ու քարացած սիրտը փոխեց եւ մսեղեն բարի սիրտ դրեց իմ մեջ։ Ժամանակի մեջ, երբ որ քննում ես, դու ինքդ քեզ չես ճանաչում, այն փոփոխությունների պատճառով, որ Աստված արել է մեր կյանքերում։ Եվ եթե դա մենք գնահատենք, մեր մեջից անդադ գոհություն է դուրս գալու առ Աստված։
Սաղմոս 32 առաջի խոսքը Դավիթի սաղմոսներից այսպես է կոչվում սաղմոսը իմաստության երգ Երանի նրան ում անօրինությունը թողություն գտավ եւ ում մեղքը ծածկվեց Երանի այն մարդուն որին Տերը անօրեն չի համարում եւ նենգություն չկա նրա հոգու մեջ Փառք Տիրոջը Երանի քեզ Աստծո մարդ որ դու Քրիստոսին ունես քո կյանքի մեջ Երանի քեզ գիտես իրականում եկեղեցին աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են Թագավորն է Երանի տալիս կարողությունների Տերը հնարավորությունների Տերն է Երանի տալիս եւ ընդհանրապես Աստծո խոսքը այսպես է ասում որ շատ Աստծո ծառաներ եւ մարգարեներ Երանի կտային որ ձեր տեղը լինեին որտեղ Քրիստոսի շնորհքը եկավ ձեր կյանքի մեջ որտեղ մեր համար ասում է որ նրա արյունը անդադար սրբում է մեզ եւ մաքուր է անում մեզ կա սրանից ավելի երջանկություն մարդու կյանքում Եվ այսպես երջանկությունը դա ոնց ինչպես որ խոսեցինք դա նյութական վիճակ չի երջանկությունը դա ներսի վիճակ է Երջանկությունը ամբակումը երրորդ գլխում իր մարգարեության այս խոսքերն ասում երջանկության մասին թեկուզ թզենին չծաղկի եւ որդատունքի վրա բերք չլինի Ձիթենու արդյունքը ստի եւ արտերը կերակուր չտան Ոչխարը կտրվի փարախից եւ արջար չլինի գոմերում սակայն ես Տիրոջով պիտի ցնծամ պիտի իմ փրկության Աստծով ուրախանամ Երբ որ մարդկորեն մտածում ես միթե ուրախանալու պատճառ կա երբ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել քո կյանքում Երբ քո սպասելիքները չեն արդարացվել Երբ քո եկամուտը կտրվել է քո փարախից գառը կտրվել է արտդ բերք չի տալիս Ամբակումը ասում է կապ չունի իմ սրտի մեջ եղած երջանկություն այս ամենի հետ Որտեւ ես Իմ սրտի մեջ մի բան ունեմ, որը որ ինձ ցնցալ եւ ուրախանալ է տալիս, թե առողջ ժամանակ, թե հիվանդության ժամանակ, թե փառքի մեջ, թե անարգանքի մեջ, թե ուրախության մեջ, թե տխրության մեջ, իմ մեջից ցնծություն է դուրս գալի։ Մի քիչ իմ համար եմ ասում, մի քիչ դժվար է ընդունվում այս փաստը, բայց հավատում եմ շատերիս մոտ այդպես։ Ինչի համար, որովհետև մենք շատ ենք կապված նյութականի հետ Աստծո մարդիկ։ Իրականում շատ ենք կապված։ Պատկերացրեք առաջի դարի եկեղեցին հավատացյալներին ընտանիքներով հանել են ամֆիթատրոն եւ առյուծներին բաց են թողել նրանց վրա։ Ինչ ունեին այդ մարդիկ։ Այդ մարդիկ թալանված եւ հարստահարված էին, որովհետեւ կայսրը այսպիսի օրենք էր հանել, ով որ Քրիստոսին ընդունել է եւ չուրանա, նրա ունեցվածքը կարող եք բռնագրավել։ Եվ այդ մարդկանց զրկել էին եւ ունեցվածքից, եւ իրանց ամբողջ կյանքի աշխատածից։ Եվ հիմա նրանք կանգնած ամֆիթատրոնում հոշոտվում են առյուծների կողմից եւ նրանց բերանից փառաբանության երգը հնչում։ Ասում ես ներկաների համար սա շոկ է։ Կայսրի, հռոմեացիների համար սա շոկ է։ Որտեւ դա այն իրավիճակը չի, որտեղ մարդը կարող է ուրախանալ, մարդը կարող է իրան երջանիկ ցույց տալ։ Բայց իրականում իրական երջանկություն կար այդ մարդկանց կյանքում, որտեղ նրանք Քրիստոս ունեին իրենց կյանքի մեջ։ Ու դրանից բացի տվյալ բան ոչինչ չունեին։ Այո, մենք շատ կապված ենք նյութական աշխարհի հետ, Աստծո մարդիկ, պիտի խոստովանենք սրա հետ։ Մեր ամբողջ ջանքը, եռանդը, ժամանակը ինչի վրա է գնում։ Մեր հոգսերը մեզ մոռացնել է տալիս, որ մենք այս աշխարհի ամենաերջանիկ մարդիկ ենք։
Հիմա լսիր սիրելիս, եթե դու ամբողջովին տվել ես քեզ աշխատանքին, այսինքն աշխատելը չի խնդիր, Աստծո մարդ, Աստծո խոսքը ասում է, որ չի աշխատում, թող հացել չուտի։ Աշխատանքը դա օրհնություն է, բայց աշխատանքը նպատակ չի։ Աշխատանքը երջանիկ լինելու ճանապարհ չի։ Եվ եթե դու ամբողջովին տվել ես քեզ աշխատանքի, դու որ հավատացյալ ես, չես հավատում այս խոսքին, որ շատ աշխատելու մեջ շահ չկա։ Տիրոջ օրհնությունն է հարստացնում մարդուն։ Առակաց գիրքն է ասում։ Ես սրան եմ հավատում, Աստծո մարդ։ Մենք սրա կարիքը ունենք, Աստծո ժողովուրդ։ Նրա օրհնության կարիքը ունենք մեր կյանքում։ Այն որ ասում ենք ծառայություններին չեմ կարող մասնակցել, որտեվ երեխա եմ պահում։ Ինչի եմ սա ասում, որտեվ շատերի հետ եմ խոսացել։ Սա է պատասխանը, ես էլ ժամանակին այսպես եմ պատասխանել։ Բա երեխա եմ պահում, ոչ չաշխատեմ։ Լուրջ մենք մտածում ենք մի կտոր հաստուն բերելով երեխա ենք պահում։ Չեն կարդացել, եթե Տերը չպահպանի քաղաքը, զուրը արթուն մնում պահապանը։ Եթե Տերը Տիրոջ օրհնությունը ու պահպանությունը չլինի մեր ընտանիքներում, ինչեր կարա կատարվի մեր ընտանիքներում, մեր երեխաների կյանքում։ Ուրեմն մոռացիր, որ դու ես պահում այդ երեխային, Աստծո մարդ։ Սա չի կարա պատճառ դառնա։ Գիտես, ընդհանրապես այս խոսքերը դու կարող ես ծայրահեղություն համարել, բայց կարող ես եւ մարգարեական խոսք համարել, որը եւ այդպես է։ Եթե այն ժամերին, երբ որ Աստծո տան մեջ ծառայություն կա, Աստծո տան մեջ երկրպագություն ու փառաբանություն կա, դու գումար ես աշխատում։ Թեկուզ այդ ժամին դու կրկնակել աշխատես, թեկուզ եռակել աշխատես, թող եւ արիր Աստծո տուն։ Եվ դու պիտի ավելին ունենաս։ Որտեւ Աստված պատիվ տալ գիտի իրան ծառայողներին, Աստծո մարդ։ Ճիշտ տեղ փնտրիր քո երջանկությունը, քո ընտանիքի երջանկությունը, ճիշտ տեղ փնտրիր։ Մի հատ դեպք էլ Գոսկ Առաքելոցում ա գրած։ Երիտասարդ մի հատ տղայի, Ստեփանոս անունով, քարկոծում են հրեաները։ Ու ի՞նչ ա պատասխանում, ի՞նչ ա խոսում, 7-րդ գլխում ա գրած 56 խոսքը։ Ահա տեսնում եմ երկինքը բացված ու մարդու որդուն Աստծո աշկողմում կանգնած։ Ինչքան է նման սա մեր պատկերացրած երջանկության, Աստծո մարդ։ Մեր ցանկացած երջանկության ինչքան է նման։ Մի րոպե եղբայր, քեզ քարերով խփում են։ Եվս մի քանի րոպե ու դու այլևս գոյություն չես ունենալու։ Մի բան ասա, մի բանով արդարացրա, քեզ ազատի, քո գլուխը ազատի ես ամեն ինչից։ Չէ, այդ մարդը չէր կարող իր վիճակով շարժվել։ Իր մեջից դուրս եկավ այն, ինչը որ կար իր մեջ։ Ես տեսնում եմ երկինքը բաց, եւ նրան ում հավատացել եմ, ում կյանքս վստահել եմ, տեսնում եմ Աստծո աշկողմը նստած։ Եվ ինչպես որ ինձ Տերը ասեց, ես չեմ վախենում նրանցից, ովքեր իմ մարմնի վրա իշխանություն ունեն։ Իմ հոգին նրանց համար անհասանելի է։ Իմ հոգին Տեր ունի եւ դա է իմ կյանքում երջանկությունը։ Փառք Տիրոջը։ Սա Դավիթի խոսքերը կարդանք Սաղմոս 16-րդ գլխում 5-րդ խոսքից։ Տերն է իմ ժառանգության եւ իմ բաժակի բաժինը։ Դու հաստատ ես պահում իմ բաժինը։ Ինձ վիճակ ընկավ ցանկալի տեղանքը եւ այս ժառանգությունը հաճելի է ինձ։ Այն ինչ որ դու պատրաստել ես ինձ համար, դա հաճելի է ինձ։ Ես ուրիշ տեղ չեմ փնտրում երջանկություն։ Որպես թագավոր ինքը տարածքով է ներկայացնում այս սահմանները, դու ամենալավ սահմաններն ես իմ համար պատրաստել, ամենալավ ժառանգությունն ես պատրաստել իմ համար, ես հավատում եմ դրան, եւ դա ասում է հաճելի է ինձ։
Ես պիտի փառաբանեմ Տիրոջը, որ խրատ է տալիս ինձ եւ գիշերն էլ հորդորում է ինձ իմ սիրտը։ Ես հասկանում եմ, որ Աստված խրատ է տալիս նրան, ում սիրում է։ Դրա համար փառաբանում եմ քեզ, որ դու խրատ ես տալիս ինձ։ Եվ գիշերն էլ, երբ ես պարկում եմ հանգստանալու, դու իմ սրտի միջոցով շարունակում ես հորդորել ինձ։ 8-րդ խոսք. ես ամեն ժամանակ Տիրոջը դրեցի իմ առջև։ Ռուսերեն ասում ամեն ժամանակ Տիրոջը տեսնում եմ իմ առջև, որովհետև նա իմ աշկողմում է, ես չեմ սասանվի, իմ հաստատությունը դու ես Տեր, իմ ուրախության աղբյուրը դու ես Տեր, ոչ մի բան, եթե ես այս միտքը ունեմ, իմ միտքը այսպես է նորոգված, եւ հաջողությունը չի կարող ինձ սասանել, եւ անհաջողությունը չի կարող սասանել, որտեւ այն ինչ որ դու դրել ես իմ սրտի մեջ ավելի բարձր է, քան հաջողությունը կամ անհաջողությունը։ Իմ սիրտը ուրախ է դրա համար եւ ցնծում է իմ անձը, մարմինս էլ հույսով պիտի հանգստանա, որտեւ իմ անձը չես թողնի գերեզմանում, քո հավատարմին ապականություն տեսնել չես տա։ Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը։ Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը։ Աստծո մարդիկ տարբերվում են այն մարդիկ, ովքեր գիտեն ինչպես ապրել, եւ այն մարդիկ, ում Աստված է ճանաչեցնում կյանքի ճանապարհը։ Այո, երանի նրանց։ Գիտես, մենք կարող ենք Ղովտի պես բարձրացնել մեր աչքերը, նայել կանաչ եւ պարարտ տեղերին եւ ասել այստեղ ես կհաստատեմ իմ եւ իմ ընտանիքի երջանկությունը։ Բայց կարող ենք նաև Աբրահամի պես ասել, ես կշարունակեմ անապատով քայլել, որտեղ այստեղ Աստված է առաջնորդում եւ Աստված առաջնորդում է կյանքի ճանապարհներով։ Հետո մենք տեսանք ինչ եղավ Աբրահամի եւ Ղովտի կյանքում, այո։ Հետո մենք տեսանք, որ Աստված ասավ, ես Աբրահամի Աստվածն եմ։ Աբրահամի Աստվածն եմ, որտեղ նա իր հասկացողությանը չվստահեց։ Ինքը իր երջանկության համար տեղ չորոշեց, այլ մինչև վերջ վստահեց եւ իմ հետևից եկավ։ Քո առաջ ուրախությունների լիություն կա, քո աշկողմը քաղցրություն հավիտյան։ Աստծո մեջ ոչ թե ուրախություն կա, այլ ուրախությունների լիություն կա։ Ասում է քաղցրություն կա քո առջև հավիտյան, քաղցրություն, որոնք վերջ չունեն, քաղցրություն, որոնք վերջ չունեն։ Աստծո մարդիկ, մենք մեր կյանքը քննենք առօրյայում եւ այն ժամանակ, երբ որ կանգնում ենք աղոթքի եւ նրա ներկայությունով պարուրված ենք։ Աղոթքի մեջ մենք բավարարված ենք։ Մենք այդ բարությունը, քաղցրությունը երբ ճաշակում ենք, մեզ ուրիշ ոչ մի բան պետք չի։ Բայց երբ որ դուրս են գալիս եւ թաթախվում նորից մեր հոգսերի մեջ, նորից մտքեր, նորից որոշումներ, նորից նպատակներ, քո առջև ուրախությունների լիություն կա։ Մեր տեղը նրա առջև է Աստծո մարդ։ Եվ մի երկու օրինակ էլ կուզեմ բերեմ, ես ինչքան հիշում եմ այս օրինակը մի անգամ պատմությունը պատմել եմ եկեղեցում, բայց կարևոր եմ համարում։ Ես շատ եմ մտածել սրա մասին, ինչի համար մեզ քրիստոնյաներիս համար ամեն բան այսքան էժան ու սովորական է դառել։ Իսկ այն մարդկանց կյանքը, ում որ ես մի քիչ շատ եմ նայում սնզբաներ, այն մարդիկ, ովքեր ուրիշ կրոններից դառնում են Քրիստոսին, ուրիշ տեսակ երջանկություն կա նրանց կյանքում, ուրիշ տեսակ գնահատակ կա այս ամենի հանդեպ իրանց կյանքում։ Ու ես միշտ մտածել եմ, ինչի համար է մեր կյանքում ամեն ինչ սովորական դառել, միանշանակ դառել։ Երբ նայում ենք առաջի դարի ոնց որ կարդացին քրիստոնյաների վարմունքը, նրանց պատկերացումը երջանկության ու լավ կյանքի մասին, մտածում ես ինչն է փոխվել։ Նույն Քրիստոսը չի մեր մեջ, նույն Աստծո խոսքը չի առաջնորդում մեզ։ Պատճառը միայն սա կարա լինի, որ մենք
նյութականի հետ շատ ենք կապել մեզ։ Մենք այլևս չենք ցանկանում թողնել մեր կոմֆորտը։ Մենք մեր համար բնակվելու վայր ենք ստեղծել մեր մտքի մեջ եւ դրանից դուրս գալ չենք ուզում։ Եղբայրը պատմում էր, եղբայրը հայ էր, ինքը աշխատում է Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հետ եւ այսպիսի մի պատմություն է պատմում, որ հերթական անգամ երբ որ այցելում են, ծառայում են եկեղեցում, ծառայությունից հետո եկեղեցու եղբայրներից մեկը մոտենում եւ ասում է, եթե խնդրեմ կհյուրընկալես մեզ, ուզում եմ պատիվ տամ ձեզ։ Ասում եմ մեծ սիրով համաձայնվեցինք, ես եւ կինս գնացինք, ասում եմ մեզ տարավ նկուղային հարկ, հատակ ամբողջովին հողից, այնտեղ ասում եմ բնակվում էին, այդ մարդը երկու կին կար, երևի թույլատրվում է իրանց մոտ, ասում եմ երկու կին ուներ 14 երեխա, նույնիսկ աթոռ չուներ տան մեջ։ Ասում եմ իրա վերնաշապիկը գցեց գետնին, ասավ նստեք, տեղավորվեք։ Ու ասում եմ սկսեց իր կյանքի պատմությունը պատմել։ Ինքը շատ մեծահարուստ մարդ է եղել Թուրքիայում, հայերի հետ կապի մեջ է եղել։ Ինքը իր տունը գնահատել են 1 միլիոնից ավել դոլարով։ Սեփական յախտա է ունեցել, հայրեն ոնց են ասում։ Ունեցել է 43 գործարան, տեքստիլ գործարան։ Ասում եմ ամսական մենակ 60 ֆուռ կտորեղեն Հայաստան եմ ուղարկել ժամանակին։ Փողը ոչ մի չափ չի ունեցել, փողի հաշվարկ չի ունեցել, շատ մեծ հարուստ։ Ասում եմ, երբ որ ես ճանաչեցի Քրիստոսին, երբ որ ես ընդունեցի քրիստոնեությունը, ինձ կանչեցին եւ ընտրության հնարավորություն տվեցին։ Եթե դու չես ուրանում Քրիստոսին, մենք բռնագրավում ենք քո ամբողջ ունեցվածքը։ Ընդհանրապես մուսուլմանական երկրներում մի քիչ շատ խիստ են նայում, դա անարգանք են նայում, անպատվություն են նայում, կրոնափոխությունը։ Դե ընդհանրապես հենց այդպես էլ համարում են, անհավատ շուն։ Ասում եմ, ես գիտեի ինձ ինչա սպասվում, որտեվ կրոնափող մուսուլմանների անձնագրի մեջ կանաչ պեչատ են խփում եւ իր համար սաղ ճանապարհները փակվում է։ Ասում եմ, երբ որ այդ մեզ գործ ընդունելու այդ պեչատը տեսնում են, քեզ գործի չեն ընդունում։ Ինչ որ գործարքի մեջ որ պիտի մտնես, այդ կնիքից հետո մերժում են միանգամից։ Ասում եմ, ես գիտեի ինչ էր ինձ սպասվում, բայց ես չկարողացա թողնել այն ինչ որ գտել էի, որտեվ ես իմ երջանկությունը տեսա Քրիստոսի մեջ։ Եվ հիմա ասում եմ ինքը վկայում է, ես ու կինս լացում ենք։ Լացում ենք, ասում եմ ու տեսնում ենք իր դեմքի ուրախությունը ու իր կանանց դեմքի ուրախությունը։ Ասեցի եղբայր, ինչով կարանք քեզ օգտակար լինենք։ Ասա ոչ մի բանով։ Ես առաջ ամեն բան ունեցել եմ, բայց Քրիստոսին չեմ ունեցել։ Այսօր ես Քրիստոսին ունեմ, էլ ինձ ոչ մի բան պետք չի։ Իրական երջանկություն է գտել մարդը։ Ճաշակելով մեծ ունեցվածք հարստություն, ինքը իր որոշումը կայացրել է։ Նորից պիտի կրկնեմ, ցավոք, հավատացյալ ժողովրդի մեջ դեռ պիտի խոսվի սրա մասին, որպեսզի հավատացյալ ժողովուրդը ճիշտ ընտրություն անի, ճիշտ որոշում, ճիշտ նպատակներ կառուցի իր կյանքի համար։ Եվ մեկ օրինակ էլ է բերում մի երիտասարդ աղջիկ, ասում է Հիսուսին Տեր ընդունում ու այդ ընտանիքի համար դա մեծ խայտառակություն է լինում, ասում եմ։ Ու նրա հայրը մոտիկանում է, սկզբից ծեծում է, բարկանում է, տեսնում է ոչ մի բան չի օգնում։ Հետո առաջարկում, ասում է, ես քեզ ինչ տուն ուզես կառնեմ, ինչ մեքենա ուզես կառնեմ, միայն թող Քրիստոսին, մենակ այդ խայտառակությունը մեր ընտանիքի վրից վերցրը։ Սա մուսուլմանների մոտ շատ ծանր հարված է։ Եվ աղջիկը ասում է, ես չեմ կարող, դա ինձանից կախված չի։ Ես գտել եմ իմ կյանքում մի բան, որը առաջ երբեք չեմ ունեցել։ Եվ հորը
ուրիշ ճար չի մնում անելու, քանց օրենքն է պահանջում։ Մերկացնում աղջկան, կապում ձեռքերը, կապում ավանակից եւ փողոցով ման են տալիս եւ հայրը գոչում է, որ ինքը անհավատ շուն է, ասում է ժողովուրդը սկսում են ապրանքներով խփել, անարգել, այդ տեսակ պատժով ինքը անարգանքը իր տնից վերցնում։ Երբ հասնում են մի հատ ոսկերչի խանութի մոտ, ասում է ոսկերիչը տեսնում այս դեպքը եւ ասում է ես ուզում եմ առնեմ, փրկագնեմ այդ աղջկան։ Դա էլ է իրանց օրենքի մեջ։ Եվ մեծ գումար տալով այդ աղջկան վերցնում է որպես իրանց սեփականություն։ Եվ հարցնում ասում է ինչ ինձ գրավես, գիտես, որ ես քեզ ուզեցի ունենալ։ Ասում է ես տեսա, որ այդ անարգանքի մեջ, այդ ծանր հարվածների մեջ քո դեմքին երջանկություն կար եւ ոչ մի վարքյան չմարավ այդ երջանկությունը։ Ասում է այդ ինձ հետաքրքրեց։ Ես աղջիկ ասում է, երբ որ ես քայլում եի եւ ամեն անգամ երբ որ ինձ հարվածում էին, ես տեսնում եի երկնքից մի հատ ձեռք, որը գալիս եւ անգին քարեր էր սենց նետում իմ կողմը։ Ասում է եւ դա ինձ իմ սիրտը ուրախացնում էր։ Այս վաճառականը ոսկերիչը արձակման թուղթ է գրում տալիս, ասում է դու այլևս ազատ ես, հետագայում իրան հարց է բերում իր տղային եւ վկայում է, որ քիչ չանցած իր այդ աղջկա ընտանիքն էլ ծնկաչոք գալիս են, ներողություն են խնդրում, որտեղ Քրիստոսին ճանաչել են, Քրիստոսին ընդունել են իրանց կյանք։ Թող Աստծո օրհնությունը լինի մեր ընտանիքների մեջ, Աստծո մարդ։ Թող այս գիտակցությունը մեր մոտ հասունանա, որտեղ է իրական երջանկությունը։ Ինչի մեջ է, ում մեջ է իրական երջանկությունը։ Բոլորս փորձած կլինենք, կրկին անգամ եմ ասում, ինչ որ լավ բան ձեռք բերելով փորձել փոխել մեր կյանքը եւ հասկացել ենք, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, դա ժամանակավոր ուրախություն է։ Ուրեմն կապնենք Տիրոջը։ Ոչ մի բան թող չփոխարինի Աստծո մարդ։ Թեկուզ մեծ շահ, մեծ օգուտ լինի, մի կողմ թող եւ Աստծունը տուր Աստծուն։ Այդ ժամանակ քո կյանքը պիտի օրհնված լինի։ Այդ ժամանակ քո շտեմարանը լեփ-լեցուն կլինի։ Դա Աստված է խոստանում։ Աստված օրհնի ձեզ, օրհնի ձեր տունը,